Թուրք-ադրբեջանական արծիվն է օդում հերթական անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժությունների են դուրս եկել, այս անգամ պլանավորելու համատեղ օդային գործողությունները։ Ավարտվող ամսվա 3-րդ համատեղ զորավարժանքն է սկզբում Հայր Ալիևի անունով էին դաշտ եկել, հետո էլ թե իրենց եղբայրությունն անխախտ է։ Բացի այս, մի քանի օր առաջ էլ ադրբեջանցի զինվորներն էին թռել Թուրքիա միջազգային զորավարժությունների մասնակցելու համար։ Դա երկարաժամկետ թուրք-ադրբեջանական ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության դրսեւորումն է։ Իրենք տարեկան կտրվածքով մինիմում 20 համատեղ զորավարժություն են անում։ Փաստացի ապրիլին թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ակտիվացել էր, ըստ մասնագետի այստեղ պատահականություններ չկան։ Իրականում համատեղ զորավարժությունները ուղերձ են, որ իրենք տարածաշրջանում գործում են միասնաբար եւ իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են եւ այն բոլոր միֆերը, թե իբրև գիտեք, Ադրբեջանը թույլ չի տալիս Թուրքիային սահման բացել Հայաստանի հետ եւ այլն, դրանք հեքիաթներ են, իրենք գործում են շատ սինխրոնիզացված, շատ հստակ, շարունակելով տարբեր մեթոդներով, տարբեր միջոցներով ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա, բայց առհասարակ իրենց քայլերի մեծամասնությունը բավականին սինխրոնիզացված է։ Ադրբեջանագետն այստեղ հիշեցնում է Շուշիի այսպես կոչված հռչակագիրը, որը կնքեցին 2021-ին հայկական Բերդաքաղաքի օկուպացիայից ամիսներ անց։ Փորձագետն ասում է, բնականաբար ուղերձն առաջնահերթ Երևանի ուղղությամբ էր, հետո նաև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի։ Զորավարժությունների բնույթը, էությունը, ուսումնասիրությունը պետք է ցույց տա նաև Ադրբեջանի կողմից զենքի գնումը, ռազմական բյուջեի ավելացումը պետք է հստակ ցուցիչ լինի մեզ համար, քանի որ դա նաև համադրվում է զարթողական ծրագրերի հետ, որ Ադրբեջանը իրականում չի պատրաստվում խաղաղության։ Բնականաբար ամեն պետություն, ամեն երկիր կարող է իր համարզել գնել պատրաստվել, բայց բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ում է ուղղված, ինչի դեմ է ուղղված եւ այլն։ Աշխարհի բաց աչքին հարևան հայերի հետ իբր խաղաղություն խաղացող Ալիևը մատը ձգանից այդպես էլ չի հանում։ Դեռ մի բան էլ ռազմական նոր համագործակցությունների քննարկումների մեջ է։ Հիմա Չեխիայից նոր սերնդի ուսումնական ինքնաթիռ են առաջարկում։ Ադրբեջանն էլ, որ եվրոպական այս երկրի հետ ռազմական առևտրաշրջանառության մեջ է, արդեն բանակցում է նույնիսկ համատեղ ռազմաարդյունաբերական նախագծերի շուրջ։ Իդեպ, այս մասին է հայտարարվել Գաբալայում, ադրբեջանական այն նույն քաղաքում, որտեղ հյուրընկալել էին պատասխան այցով հանդիպման գնացած հայ փորձագետներին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ $789,000 ապրանք 2025-ին 5,757,000 էլ այս տարվա միայն առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են, կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերը աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ։ Իրականում, սակայն, չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը Հայաստանից Ադրբեջան $960 միայն, ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել, երրորդ երկրից Նիդերլանդներից էլ վարդեր են ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից։ Հայկական փայլատի թեղն էլ գրավել է ադրբեջանցիների ուշադրությունը։ Պատվեր չէին արել, բայց ինչպես հայտնել էր էկոնոմիկայի նախարարը, ամենաերկար բանակցություններն այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատի թղը մեզ հետաքրքրում է։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որը մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլատի տեղ, ալյումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատի տեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ
ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Սա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաև հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չեն։ Այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Պարզապես ոչ թե պատերազմի եւ խաղաղության հարց պետք է դնել, ուրիշ հարցադրում արդյոք իսկապես սահմանը ազատ եւ փոխադարձ բաց է երկու երկրների համար։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ, տնտեսական համագործակցության խոսույթն ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը միայն թղթին։ Մի քանի տարվա ընթացքում 40 միլիարդ դրամի ներդրումներ են իրականացվել բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում։ Գումարն ուղղվել է ենթակառուցվածքների ամբողջական վերափոխմանը։ Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել առնվազն 50 առողջապահական կազմակերպություն, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ ու պոլիկլինիկաներ։ Առաջիկա օրերին մենք արդեն իսկ ամփոփման շինարարական աշխատանքների եւ գույքով հագեցման աշխատանքների փուլում ենք գտնվում Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ամբողջովին նոր կենտրոն է եւ ծառայելու է մարզին որպես ռազմավարական գերհագեցած մահճակալային ֆոնդով, նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն։ Առողջապահության ապահովագրության փաթեթը գործում է արդեն մի քանի ամիս, ու ինչպես նախագծի քննարկումների փուլում, այնպես էլ ծրագրի ներդրումից հետո բազմաթիվ հարցեր ունեն շահառուները։ Ներկայում պետությունը մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրավճարները, մասնավորապես մինչև 18 տարեկան երեխաների 65+ տարիքի անձանց հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցողների դեպքում։ Այս խմբի յուրաքանչյուր անձի համար պետության կողմից տրամադրվող տարեկան գումարը կազմում է 129,600 դրամ։ Աշխատող եւ ապահովագրավճար վճարողների համար էլ պետությունն ամսական 6000 դրամի չափով է սուբսիդավորում իրականացնում, բայց խոսակցություններ կան, որ հաջորդ տարվանից 2027-ից քաղաքացիներն ավելի բարձր ապահովագրավճարներ են վճարելու։ Առողջապահության նախարարն ասում է, բյուջեի քննարկումները դեռ շարունակվում են։ Ընդհանուր սկզբունքը ապահովագրավճարի վերանայման այսպիսինն է։ Ամեն տարի առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա հաշվետվությունը ազգային ժողովում եւ ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացություն։ Արդյոք պետք է վերանայվի, թե չպետք է վերանայվի։ Այս պահին մենք 27 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք։ Ապահովագրության փաթեթի ներդրումից հետո հարցեր են առաջացել նաև բժիշկների մոտ։ Առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ավելացել է, ապահովագրության փաթեթները գործում են, բայց վերջին շրջանում Հիպոկրատի երթվյալները դժգոհում են աշխատավարձերի չափից։ Ըստ Ավանեսյանի, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ արձանագրվել են հունվարին, որը ապահովագրության փաթեթի ներդրման առաջին ադապտացիոն ամիսն էր, ու Արմեդ համակարգում մատուցած ծառայությունների հաշվետվության ներկայացման բաժնում որոշակի բացեր են առաջացել։ Խորհրդատվություն իրականացրած շատ բժիշկներ չեն մուտքագրել այդ տվյալները Արմեդում, ըստ այդմ փոխհատուցում չեն ստացել։ Երբ որ մենք անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձ, այլ իրականացրած օրինակ խորհրդատվություն եւ դրա դիմաց փոխհատուցում, տեսնում ենք, որ ծավալի զբաղվածության շատ մեծ խզում կա։ Այս առումով էլ մենք աշխատանքներ տանում ենք եւ վստահեցնում եմ, որ բոլոր այս ուղղությունների մասով էլ անհատական լուծումներ ունենալու ենք։ Կապիտալ շինարարություններն ու ավելացող կլինիկաները դեռևս ամբողջովին չեն լուծել բժշկի սենյակի դիմաց առաջացող հերթերի հարցը։ Մանավանդ առողջապահության ապահովագրության փաթեթի ներդրումից հետո պացիենտներն առավել հաճախ են նշում, որ երբեմն անգամ օրերով ստիպված են լինում սպասել իրենց բուժզննման հերթին։ Ի պատասխան դժգոհությունների առողջապահության նախարարն ասում է, պլանային բուժօգնություն ստանալու պարագայում հերթերը նորմալ գործընթաց են։ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2026-ի առաջին եռամսյակի հարկային արդյունքները։ Պաշտոնական տվյալների համաձայն երկրի 1000 խոշոր հարկ վճարողները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 459.2 միլիարդ դրամ։ Տարեսկզբի տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։
Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։ Եկամուտների կառուցվածքը փաստում է ներքին շրջանառության գերակայությունը։ Գումարի հիմնական մասը շուրջ 383 միլիարդ դրամը գեներացվել է հարկային մարմնի գծով։ Մաքսային մուտքերը կազմել են 78.9 միլիարդ դրամ, ընդհանուր մուտքերում ունենալով համեմատաբար փոքր տեսակարար կշիռ։ 1000 խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակում հետևյալ ընկերություններն են՝ Mobile Center Art, Gazprom Armenia, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Grand Tobacco, Soft Construct։ Առաջին հնգյակում Mobile Center-ի և Soft Construct-ի առկայությունը ցույց է տալիս, որ սպառողական շուկան և ծառայությունների ոլորտը շարունակում են էական ազդեցություն ունենալ պետական եկամուտների ձևավորման հարցում։ Հարկային մուտքերի այս աճը կարող է պայմանավորված լինել ինչպես իրական շրջանառության ընդլայնմամբ, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Առաջին եռամսյակի տվյալները հիմք են հանդիսանում տարեկան բյուջետային կանխատեսումների ճշգրտման համար։ Գյուղատնտեսության ոլորտում կրկին բարձրաձայնում են մտահոգություններ կապված հանքային պարարտանյութերի ներմուծման և տեղական արտադրողների մրցունակության հետ։ Տեղական արտադրող Աննա Գրիգորյանը պատմում է, թե օրեր առաջ իրեն զանգել են էկոնոմիկայի նախարարությունից և առաջարկել որևէ ապրանքի ներմուծում նոր երթուղով, այն դեպքում, երբ նմանօրինակ ապրանք ինքն արդեն արտադրում է շուկայում։ Դա որքանով է բարոյական եւ իրավաչափ։ Վայ կներեք, պատասխանը հնչում է այսպես հեռախոսազանգի ժամանակ։ Երբ գրավոր հարցում եմ ուղարկում նույն հարցի վերաբերյալ, պատասխան եմ ստանում, որ զանգը կրել է տեղեկատվական բնույթ եւ զանգահարել են այն տնտեսվարողներին, ովքեր գտնվում են որևիցե ներմուծման գործընթացում կամ հետաքրքրված են ներմուծմամբ։ Գրիգորյանը էկոնոմիկայի նախարարությանը գրել է երկրորդ նամակը եւ հարցադրմանը, թե նախարարությունը որտեղ է տեսել ընկերության կողմից ներմուծման հետաքրքրվածությունը, պատասխան է ստացել, թե սխալմունք է եղել, այնինչ առաջին նամակում ըստ նրա պատասխանել են էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար իրականացնում է միջոցառումներ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։ Տեղական արտադրողը որակ է ապահովում պարարտանյութերի արտադրության ոլորտում, այնինչ դրսից ներմուծվածը էականորեն տարբերվում է, պնդում է Գրիգորյանն ու հավելում, որտեղից էլ այն ներմուծեն, որոշ հանքային պարարտանյութեր կարող են պարունակել կադմիում, կապար, մկնդեղ, այս նյութերը կուտակվում են հողի մեջ, հետո անցնում բույսերին և վերջում մարդու օրգանիզմ։ Ներկրումը ցանկացած դեպքում ռիսկ պարունակում է նաև որակի առումով։ Այսինքն ամեն դեպքում ներկրված ապրանք է։ Հիմա այստեղ պետական պատկան մարմինները որքանով են այդ գործառույթները իրականացնում, պատշաճ, փորձաքննությունը, լաբորատորիա անալիզները չեմ կարող ասել։ Այստեղ նմանատիպ զանգերի, նմանատիպ գայթակղիչ, խնդրում եմ նկատի ունենալ ճակերտներով առաջարկությունների նպատակը, կարծում եմ մեկն է, ջախջախել տեղական արտադրողին, խոչընդոտել տեղական արտադրությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը չպարզաբանեց խնդիրը, թողնելով առանց մեկնաբանության։ Այդուհանդերձ արտադրողները համոզված են, որ նման քայլերը կարող են վնասել տեղական արտադրությանը։ Նրանց կարծիքով ներքին արտադրությունը պետք է խրախուսվի, հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ ընկերություններ տարիներ շարունակ ներդրումներ են իրականացրել սեփական միջոցներով առանց պետական աջակցության։ Սենց կեղտաջուրը հասնում է արդեն գլխավոր փողոց։ Նուբարաշենում հակասանիտարական վիճակ է 20-րդ փողոցում 2 օր է դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, ողողում ամբողջ տարածքը, լցվում նկուղներ ու ավտոտնակներ, հարակից տներում ու բակերում ստեղծելով գարշահոտ վիճակ։ Ձեր տունն է լցվում։ Ստիպված բնակիչը փորձում է հերթական անգամ իր միջոցներով ճարի, ոնց որ թե արդեն գտել է ինչ-որ կազմակերպություն ու հիմա պատվիրել է, որպեսզի այդ կազմակերպության աշխատակիցները գան, կարողանան հեռացնեն, մաքրեն կոյուղատարը, բայց դա հիմնական հարցի լուծում չի։ Իսկ քանի մետր խորություն կլինի։ 30-ից ավելի տուն կա այստեղ բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել խնդրի պատասխանատու կառույցին։ Հոլաջրից հստակ պատասխան ստանալ չի հաջողվում, իսկ թաղապետարանից բավարարվել են միայն այցով։ Զանգել եք վիոլաջուրին չեմ պատասխանել։ Քաթքի մեջ է, մենք դες տեղակ կասենք, հասցեն անուն ազգանուն հեռախոսը համար, ծնողիս հեռախոսով եմ զանգել, մենք տեղյակ կպայենք կզանգահարենք։ Ու հələ գալիս են։ Հələ որ գալիս են։
Քաղաքացիները կարծում են, որ խնդրին հիմնական լուծում տալու համար մաշված գոյուղատարները պետք է փոխել, իսկ այստեղ պատասխանատու կառույցները միմյանց հետ պետք է գործակցեն։ Դրա համար բնակիչները ՀԾԿՀ նախագահին են դիմում, հույսով, որ գոնե այս միջամտությունից հետո ի վերջո հակասանիտարական վիճակը կվերացվի։